Բայց եթե 12 օրվա ռազմական բախման ժամանակ անցյալ տարի հունիսին Իսրայել ԱՄՆ մի կողմից, Իրան մյուս կողմից Իրանը պահանջներ չդրեց, հիմա ունի առարկայապես առավելություն Իրանը։ Եվ պահանջներ ա դրեց, նոր ասի 5 պահանջ ա դրել։ 4-ներ հիմա 5-րդը ավելացրեց նոր Ռագբարը, այսինքն իրենց գերագույն հոգևոր առաջնորդը, եւ այդ 5 պահանջների կատարումն է։ Այսինքն, եթե ամեն մեկը իր սկզբունքի վրա է կանգնում, սա շարունակվելու է։ Իսկ շարունակվել երկու սցենար կա, կամ գնում է ռեսուրսային պատերազմ, իսկ հիմա ռեսուրսային պատերազմա գնում, կամ եթե ռեսուրսային պատերազմով ԱՄՆ-ն ու Իսրայելը հասկանում են, որ պարտվում են, ես չեմ բացառում, որ միջուկային մարտագլխիկներով հրթիռները թռչեն դեպի Իրան։ Ռուսերեն ասած այսպիսի մի շատ հետաքրքիր խոսք կա. Վայնա на истощение։ Դա ռեսուրսային պատերազմն է, էլի, հա։ Պարոն Ապետյան, տեսեք, արևմտյան մամուլում, հատկապես վերլուծական շրջանակներում շատ է գրվում, որ Միացյալ Նահանգները հատկապես վերջին օրերին իրադարձությունների զարգացման մի քանի սցենար ունի, սպիտակ տունը իր ձեռքի տակ, փորձ անել ինչ-որ կերպ դեմքը փրկել, որովհետև ակնհայտ է, որ իրենք ձախողվում են, ձախողվեցին իշխանապահության հարցում, ձախողվեցին անջատողականություն հրահրելու համատեքստում, ձախողվեցին ներքին ընդվզումներ հրահրելու առումով, եւ հիմա որպեսզի գոնե համաշխարհային տնտեսության վիճակը նավթի գների այս բարձրացման առումով գոնե որոշակիորեն բալանսավորվի, նրանք տարբերակներից մեկը դիտարկում են, որ Հորմուզի նեղուցի կղզիներից մեկում փորձեն դեսանտ իջեցնեն։ Տարբեր հաշվարկներով ես կարդում էի մոտավորապես իրենց անհրաժեշտ է լինելու 80-ից 90 հազար ծովային հետևակ, ամերիկյան ամենաէլիտար ստորաբաժանումները, եւ իրենք հասկանում են, որ այդ մարդկանց, եթե այդպիսի որոշում կայացվի նեղուցը բացելու փորձերի համատեքստում, դա նշանակելու է, որ իրենց ամենաէլիտար զորամիավորումներին, ամենապատրաստված զորամիավորումներին տանելու են մահվան։ Ուրանի հարստացման համատեքստում հիմնական քննարկումները կայանում են նրանում, որ փորձեն սահմանափակ ցամաքային դեսանտային գործողություն իրականացնել Ֆորդոյի եւ մնացյալ ատոմակայանների շրջաններում, որպեսզի հատուկ գործողության միջոցով փորձեն դուրս բերեն այդ ուրանը, թիվեր նաեւ նշվում, որ մոտավորապես 400 կիլոգրամ հարստացված ուրանի մասն է խոսքը գնում։ Բայց բոլոր պարագաներում վերլուծական շրջանակները նշում են, որ ինչ էլ որ որոշի սպիտակ տունը, դա իրականացվելու է զգալի կորուստների գնով։ Եթե իրենք որոշում են սահմանափակ ցամաքային գործողություն իրականացնել ինչ-որ X նպատակի համար, օրինակ հարստացված ուրանը դուրս բերել Իրանի տարածքից, բնականաբար դա շատ հնարավոր է ձախողվի։ Եթե իրենք որոշում են ուժով բացել, փորձ անել բացել Հորմուզի նեղուցը, այդտեղ լինելու են զոհեր։ Իսկ մենք տեսնում ենք, որ պաշտոնապես նրանք խոսում են 6-7 զոհի մասին։ Մատների վրա հաշված։ Այո, մատների վրա հաշված եւ դա արդեն իսկ Միացյալ Նահանգների ներքաղաքական կյանքում լրջագույն լարում է Թրամփի ադմինիստրացիայի համար։ Պարզ է, չէ, որ զոհերը իրականում ավելի շատ են։ Իրանական կողմը միգուցե քարոզչական նպատակների իրականացման առումով նշում է մոտ 500 ամերիկացի զինվոր, Միացյալ Նահանգները մատների վրա հաշված եւ շատ հնարավոր է, որ ճշմարտությունը այդ երկու թվերի մեջտեղում է։ Եվ այնուամենայնիվ, եթե զոհերը շատանան, անգամ այս պաշտոնապես հաստատված մատների վրա հաշված զոհերի համատեքստում արդեն իսկ կա Թրամփի համար խնդիր ներսում։ Պատկերացնում եք, եթե ավելի շատանան, ինչ կլինի իր հետ, հատկապես եթե հաշվի առնենք, որ կա Էփշթեյնի գործ, որը հիմա քնեցվեց զարմանալիորեն, աշնանական միջանկյալ ընտրություններ եւ
Միացյալ Նահանգների առաջնորդի եւ առհասարակ Սպիտակ տան ադմինիստրացիայի գործելավոճը իրականում իրապես ցայտնոտային է, որովհետեւ 24 ժամվա շրջանակներում նրանք կարող են մի քանի անգամ մեկը մյուսից հակասող հայտարարություններ իրականացնել։ Պատերազմի նախարար Փիթ Հեգետսը կարող է հայտարարել, որ իրենք ընդհանրապես մերժում են պատերազմ վարելու կանոնները, որովհետև համարում են դա հնացած, այսինքն ակնարկելով, որ կարող են նույնիսկ շրջանցել բոլոր կանոնները, պատերազմի ընդունված բոլոր կանոնները եւ կիրառել օրինակ միջուկային զենք, բայց դրան զուգահեռ Դոնալդ Թրամփը խոսում է, որ իրենք արդեն հաղթեցին, այսինքն կա հակասություն, այսինքն սա նաեւ ենթադրում է այն, որ ադմինիստրացիայում իրենք չեն հասկանում, թե ինչ պետք է անեն։ Իսկապես իրենց համար փակուղի է, ես համակարծիք եմ, եւ այդ փակուղուց դուրս գալու երկերի փնտրտուքի մեջ է նաեւ Ռուսաստանը, Չինաստանը։ Ակնհայտ է, որ իրենց ձեր չի տալիս սկզբունքորեն այս ամեն ինչը երկար դեպի, որտեվ ես նորից եմ ասում, Իսրայելի ռազմաքաղաքական եւ հոգեվոր ղեկավարության մոտ կարող է իրավիճակի առանց այն էլ խեղված ընկալումը ամբողջովին բերել մի վիճակի, որտեղ իրականությունից լրիվ կտրվածն են։ Այսինքն ես ասում, նորից եմ ասում, ամենամեծ վտանգը դա միջուկային մարտագլխիկներով, հրթիռներով հարվածելն է Իրանին, որ լրիվ այլ վիճակ է բերել երկիր մոլորակից, դա միայն տարածաշրջանի խնդիրը չի, հա։ Որտեղ հակառակ պատասխանել լինելու այդ անապատում գտնվող միջուկային ռեակտորին Իրանի կողմից Իսրայելին, երկու մեծ քիմիական գործարանների միջուկային մարտագլխիկներով հրթիռների պաուսներին հարված լինելու, ընդ որում այդ հրթիռները այլևս չեն էլ որսվում։ Եվ Իսրայելի այդ հայտնի երկաթյա գմբեթը հիմա բավականին ցանցերով է։ Նույնիսկ Հեզբոլլահը երեք մի քանի 100 բացեր թողեք, ես աշխատել էր։ Նկարներ կար, իհարկե հավաքել էին, ինչպես ասում են, տեսախցիկները թույլ չէին տալիս Իսրայելը հատուկ ծառայություններ, բայց ինչ որ բաներ երկնքից բաներ թափվում։ Շատ խիստ ցենզուրա է հիմա Իսրայելում։ Ակնհայտ է, չէ՞, որպեսզի ժողովուրդ չի իմանա իրականում չկատարվում, հա, այն ավերածությունները եւ այլն։ Հիմա եթե գանք այսօրվա վիճակով, սկզբունքորեն արձանագրենք, որ այս կամ այն ձևով, այս կամ այն զիջումներով Միացյալ Նահանգները համակերպվելու է այն իրողության հետ, որ երրորդ փորձը եւս ձախողվել է։ ԱՄՆ պարտադրելու է Իսրայելին, թեև այդ պարտադրանքը բավական ցավոտ է լինելու, բայց պարտադրելու է, որպեսզի Իսրայելը հետ քայլանի։ Եթե Իսրայելը հետ քայլ չարեց, դա նշանակում է, որ ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմը, որը հրեական լոբինգի եւ սիոնիստների իշխանության ներքո չի, որ ուղղակի Ամերիկա պետության շահերն են առաջնային եւ իրենց տրված լիազորություններով իրեն կարողանում են սպասարկել, ապա Իսրայելը հարաբերությունները կտրուկ կարող է փչանալ։ Եթե Իսրայելը այնուամենայնիվ, ինչպես ասում են, ժանիք ցույց տվեց ԱՄՆ-ի այդ քայլերին։ Սա նշանակում է, որ ԱՄՆ-ի այդ պահանջից հետո ստեղծում է աշխարհում եւ մասնապես մեր տարածաշրջանում ստատուս քվո, նոր ստատուս քվո, որը նշանակում է վստահաբար ամենայն հավանականությամբ ծոցի երկրներից դուրս է բերվում ամերիկյան բազաները։ Հետաքրքիր չէ՞, բազաները այդ երկրների անվտանգության համար էր, չէ՞, դրված։ Ձևակերպում այդպես էր, չէ՞։ Բայց դարձրեց թիրախ։ Շատ ճիշտ եք։ Այստեղ մի խելոք կա, որ ասում է այդ Տրամփի ուղին երաշխիքն է, որ 99 տարով այդ ուղին գործի, 99 տարով ինքնիշխան ենք լինելու։ Այդ չեմ ասում ամերիկյան բազաներ, ճանապարհ ասում։ Սա ինչ է նշանակում։ Սա նշանակում է, որ այդ նույն ստատուս քվոյով Ամերիկան այլևս երաշխավորը չի ոչ միայն ցանկացած պետության, կոմունիկացիայի, անվտանգության, այլև ինքը պատճառ կարող է հանձնանալ եւ այդ երկիրը եւ այդ ճանապարհի կոմունիկացիաները դառնան թիրախներ։ Այսինքն ԱՄՆ խաղաղության այն կրող պետությունը չի, որտեղ ասում են ԱՄՆ-ի միջուկային հովանոցին ներքո ես, դու վստահաբար պաշտպանված ես, չէ՞։ Հիմա լրիվ հակառակ է։ Ծոցի բոլոր երկրները 13 երկիր ամերիկյան բազաներով միջուկային հովանոցին ներքո են, այսօր տեսնում ենք ինչ է կատարվում։